Ողջույն սիրելի YouTube-յան հետևորդներ, բարև մամ ջան, թողա։ Բարևից։ Ինչպես տեսնում եք, ես ու մամաս ենք եթերում YouTube-ի։ Ու այսօր ես մամայից մեյքափ եմ անելու, որ երետ գնանք, բայց մտքիչ մինչդեռ իմ մեյքափը գնահատեք ու մազերս։ Ինձ սիրունացրել են Աստղն ու Ալբերտը, Աստղը մեյքափ սարել, շատ եմ հավանել, Ալբերտն էլ մազերս է սարքել, դե ինչպես միշտ։ Երկուսով կոմբո փաթեթով ինձ վրա հրաշքներ են գործում, Սիրուն մեյքափներ են անում, ես էլ մամայի մեյքափն եմ անելու, հետո միասին երեքով պատրաստելու ենք, ընթացքում նաև կտեսնեք Նարեին, նա ուզում ես բարևել։ Չէ՞։ Okay, նա ինձ ուզում է բարևել, հետո ընթացքում կբարևի։ Հիմա սկսում ենք մեյքափը, շատ քիչ ժամանակ ունենք, արագ-արագ սկսում ենք։ Ես դες ասեմ ինչերով եմ մեյքափ անում, սա Շարլոտի Magic շիճուկն է։ Դրանից չամես։ Չեմ անի քեզ դրանից, չէ։ Սենց խոնավացնում ենք դեմքը, որ տոնը լավ նստի դեմքի վրա։ Մաման մազերը ֆենել են, հիմա պետք է աշխատեմ մազերը չփեչացնել։ Ես էլ ուզում մազերը մեյքափ անես։ Մեյքափ։ Բայց դեմքն են մեյքափ անում, նար մազերը մեյքափ չեն անում, մազերը սարքում են, ոչինչ, կարելի է տենց անել։ Հիմա մամային աչկերի շուրջ խոնավացնող եմ քսում, սա Frizzy Derm, տենց է անունը, ես վերջերս սա եմ օգտագործում աչքերի շուրջ խոնավացնելու համար, շատ լավն է, շատ լավ խոնավացնում է ու չի թողնում աչքերի շուրջ չորանա։ Իսկ աչքերի տակի հատվածը գիտեք, որ շատ շուտ է չորանում և այս այդ հատվածն է, որը որ միշտ մատնում է տարիքը դեմքի վրա։ Image այլոց YouTube-ում փակի, YouTube-ում մենք ունենք հոլովակելի ևս մեկը, շատ վաղուց նկարել, առողջություն, որտեղ ես մամային մեյքափ եմ անում։ Հիշում ես այդ հոլովակը, ու այդ հոլովակը շատ դիտումներ ունի, եթե դուք տեսել եք այդ հոլովակը, խնդրում եմ գրեք կոմենտներում։ Ման ինչի է թաշտը ես։ Այդպես է պետք, բալես հիմա դա։ Հիմա ինձ պետք է մի րոպե վրձին, մի րոպե տոնը քսելու համար, սպասիր Նարես, Նարեն ինձ հա իրականում հանգարում, դա պետք չի բալես, շնորհակալ եմ մի րոպե, հանել է է։ Նարեն խոստացել եմ, որ այսօր իրեն անելու եմ փայլիկներ, և շրտներ, գլոս, չէ, խոստացել եմ քեզ, Մաման խոստացել է։ դու ուզում ես ես քեզ կսվածնեմ, ընկավ խաղալիքդ, այս աղմուկին ուշադրություն չենք դարձնում, շարունակում ենք մեր գործը, Estee Lauder տոնային է, բայց ես նոր տարբերակ Estee Lauder-ի, ես այդքան էլ չեմ հավանում իրականում։ Նար խնդրում եմ կլերի չմիացնես դա։ Ես վեյց անեմ։ Արագ տոնը դնեմ։ Մաման իրականում սենց խիտ տոնայիններ չի օգտագործում, այդ ես եմ, որ խիտ տոնային եմ սիրում, բայց ասեք, որ առիթների ժամանակ կարելի է։ Միշտ ասում շատ չքսես։ Խնդրում չխառնվել իմ արած մեյքափին, լավ, ես չեմ սիրում, որ գործերի մեջ խառնվում են, հետո ինչ կա դեմքն է։ Մատ ասեք ես նման եմ, մաման։ Դու ինչ ես կարծում, ես ում եմ նման, մամ։ Կարդում ես։ Ինչ։ Քեզ ես նման։ Ինչ ես անում Նարե։ Կարդում ես։ Կարդում ես, ապրես սիրուն ես։ Ուր է քո հեքիաթի գիրքը կարող է բերես կարդաս։ Շիներեն ես կարդում։ Ես մամա շագապում Վաու, ես էլ եմ անում
նշանակագույն շորիկ հագնել։ Յասեն։ Նարին է շորիկի վրա շոտ է ուրախացել, ձեզ վերջում անգամ ցույց կտամ Նարեի շորիկը։ Ուղղակի մտածում եմ, որ չի թողնում Նարեն, դուք ինձ լսեք, մի արա խնդրում եմ կլինի։ Որ վերջանաց կարող եմ անել։ Այո, որ վերջացնեմ կարող եմ։ Կարող եմ չեմ ծանել։ Այդպես կարող ես։ Հիմա մի քիչ կոնսիլեր ենք կսում աչքերի տակ։ Մի քիչ մուկ գույնով։ Մի քիչ բաց գույնով։ Աչքերի վրա իհարկե։ Կոնսիլերը ինձ մոտ տարդ է։ Հա, բալես։ Տարդ կոնսիլերը ես օգտագործում եւ չգիտեմ սրանց ավելի լավ կոնսիլեր։ Մազեին չենք գսում։ Չգիտեմ սրանց ավելի լավ կոնսիլեր եմ կյանքում կգտնեմ, թե չէ։ Ես եմ անում։ Կարող ես տիկնիկիդ վերցնել, տիկնիկիդ կսպացնել։ Այացին եմ միատ տատված։ Այս տոնայինի հետ պետք է շատ արագ աշխատել ու նաև կոնսիլերի հետ, որովհետև իրենք շատ խիտ են եւ շուտ են չորանում ու հետո արդեն սկսում են չտարածվել։ Ես առաջին անգամ երբ որ տարդ կոնսիլեր օգտագործեցի, ուրեմն սկսեցի եւ որոշեցի մի քիչ սպասել, որ ինքը ավելի մուգ պիգմենտացիայով նստի դեմքիս վրա։ Հետո երբ ուզում էի տարածել, ցած վերցվում այն կողմ էր դրվում։ Դրա համար պետք է իրենց հետ շատ արագ աշխատել։ Հիմա արագ ասած լավ խոնավ սպունգով նստացնում եմ տոնը։ Եվ անցնում ենք առաջ։ Սիրուն։ Ով է սիրուն, բալես։ Սա։ Սա։ Նայել էր վրցինես վերցրել էր տիկնիկին ակսում։ Էլի ես ինչ-որ բան վերցրել նար ինձ մոտից։ Չէ, շնորհակալ եմ։ Չէ, խնդրում եմ, մի վերցրու։ Մամա տուն։ Դա կարող ես, միայն դա։ Նարին ուզում էր երևալ։ Դե ձեռքով արա գոնե, բարևի իմ հետևորդներին։ Բայավ։ Ապրես։ Բեր տիկնիկի դիր տատիկի գիրկը կսված շում։ Ալասիան պահես սենց տողմնա։ Սենց։ Լավը։ Հաճախորդ ունեմ այստեղ նստած Նարեի կուկունա։ Միատ կոդմբատ կան։ Անծանոթ բառեր ասում, որ անթետ ասում օրինակ կոնսիլեր տոնային, ինքը այդ բառերը դե իր համար անծանոթ է, չգիտի այդ բառերը ու չի էլ կարողանում արտաբերել բնականաբար, դրա համար ինքը ասում կոտական, ինքը վերցում ինչ անգամ բառերը հորինում ասում է։ Բայց այն, որ իսկական աղջիկա թիթիզ, դա հաստատ։ Ուրեմն գիշերը ինքը քնել էր այս սենց ես նկարը կդնեմ, տեսեք, չնայած ինստագրամում տեղադրել էի, կարող է ձեզնից շատերը տեսել են, որովհետև այնքան էր հավանել իր կոշիկները, որ չէր ուզում հագից հանել, ու այսօր էլ ինքը արթնացել է եւ առավոտից սենց եմ անգլիս։ Արի մեծ կոշիկների ցույց տանք հետևորդներին։ Արի սենց գրկեմ կոշիկներ։ Նայեք։ Էս ինչ կոշիկ է։ Մոխրոտի։ Մոխրոտի։ Սմակտկտիկ կոշիկները հագցրեք մոխրոտի։ Ու կտկտում է իրականում այդ կոշիկները, բայց ես դες գաղտնիք բացայտեմ ու ասեմ, որ հակով մի քիչ մեծ է, բայց դա իրեն բացարձակ չի խանգարում։ Բայց եմ բանտիկով ավելի սիրուն էր նար կոշիկներից, կարող են մեկը հագնել։ Ամեն ավելի շատ էր քո հագով։ Ուզում ես։ Լավ, դա կհագ։ Անհնարին էլ չեմ կարողանալու հագից հանել։ Չգիտեմ, երևի բամբակ դնել։ Ոչ որ կարողանամ հագցնել։ Նա ինչ ես այս տիկնիկի։ Ացուկներին անան։ Փայլանքսուն։ Հայլ ես կսում։ Դες ինչում է փայլ։ Հագիր մամ, վերև նայր չէ։
Վերևների։ Ինձ թվում է ես այս աշխարհում միակ մարդն եմ, ով աչքերի տակի բեյքինգը անում ավրցինով։ Բայց այդպես ինձ այնքան հարմար է, մարդիկ սովորաբար դա անում են գուբկայով։ Բայց ես գուբկայով չեմ կարողանում դա անել։ Հիմա որ մաման իրեն տեսնի, գժվելու է նայեք։ Չեմ տեսնում։ Չէ, փակիր աչքերդ, կյանքս, փակիր։ Փակիր չտեսնես, Ես տատկի սորին է թափվել։ Ստուր նարակ տիկնիկի, ես տիկնիկի Հիշ ենք արել։ Հա, ես սաղցում եմ։ շատ լավ ես կսում է։ Դանը կոշիկով եմ մնում եմ բծոյը։ Հա, որովհետև շատ ես հավանել այդ կոշիկներդ։ Հիմա մենք պետքա անենք կոնտուրինգ եւ ես սիրում եմ միայն չոր կոնտուրինգ, ես թաց կոնտուրինգ չեմ սիրում։ Ուրեմն մենք ունենք Շարլոտից նման պալետ, որը ավելի շատ բլաշի է նման, բայց ես թվում ամեն մի քիչ ավելի մուգ մի բան։ Այստեղ ունեմ Kylie Jenner-ից նման պալետ եւ ինձ թվում է սրանով անենք, սա ավելի շոկանակագույն է, նա ավելի ռոզվինկյան է, որպես բլաշ կօգտագործենք։ Ես այսօր կյանքումս առաջին անգամ թույլ եմ տվել, որ ինձ բլաշ կսենի դեպ ված չի ինձ թվում, հա։ Սովորաբար չեմ կսում առօրյա։ Տիկնիկին է կսի, մաման ինձ անում։ Նա դու տիկնիկին կսիր, ես տատիկին։ Առողջություն։ Փրշտում բոլես։ Հիվանդացել եմ։ Իո, չհամարձակվես։ Որոշ է։ Ինչ ես անում քիթիկիտնար։ Նայեմ մայրիկ ջան։ Էլի եմ ուզում ես անեմ։ Մի քիչ ճակատին ենք կոնտուր անում, որ վիզուալ նեղանա ճակատը։ Եվ այստեղ ենք անում, որ սիրուն ընդգծենք այս հատվածը եւ այստեղ փակենք։ Մամա։ Ամեն գույնը ընդհանուր նույնն է լինում։ Ես էլ տնեմ։ Տիկը նեղացնում ենք, չէ, բան ես խնդրում եմ։ Հələ մի հատ նայեմ։ Մամ կամ մի հատ սեյթվել։ Չէ, նա դրա չեն սրում, բայց հիմա մի քիչ սրանով բլաշ ենք անում, որ Մատիտ եմ ուզում, որ շեյան։ քո մատիտներից կարող ես սիրել։ Մի քիչ բլաշ ենք անում, որպեսզի սպրտնած չլինի դեմքը։ Ես Իդեպ տարիքային մեյքափում շատ կարևոր է այս կոնտուրինգը, որպեսզի դեմքը ավելի վերցկվի եւ կնճիռներ չերևան։ Հիմա անում ենք highlighter, ինձ մոտ Dior-ի հայտնի highlighter-ն է։ Այս պահին։ մամ կարող եմ ես էլ անել։ Հա, արա, տիկնիկին, բայց ու թույլ, չսեղմ ես։ Աչքերը մի քիչ ավելի խոշոր ցույց տալու համար ես այս հատվածում փակիր անում եմ sense մի քիչ ավելի փայլով մի բան, որ աչուկների այս հատվածները ընդգծվեն այսպես, բայց պարտադիր է sense կողքերը մի քիչ ավելի մուգ երանգով ընդգծել, որ սիրուն լինի։ Հիմա այստեղ ունեմ Sephora-ից sense պալետ կա։ Վերցնում եմ մի հատ այսպես վրձինիկ եւ այսպես մի քիչ մուգ երանգով այս հատվածները կողքերի այսպես ընդգծում եմ։ Հերտացիր։ Կարող եմ Փակիր։ Մամա կարող եմ այս կոշիկները ձայն անել։ Այո, կարող եմ։ Հիմա մի հատ մյուսն ենք անում եւ արդեն sense ռաստուշով կանենք։ Այսինքն որ sense հստակ գիծ չմնա, էլի։ Ընդհանուր ուղղակի դրանք մնա։ Լավ։ Ես չեմ ասում։ Լավ ես ասում։ Լավ։ Հիմա մի հատ տուշ եմ քսում, հասկանամ էլ ինչ կարելի անել։ Չեմ։ Չեմ քսի։ Նա վերև նայիր։ Մի քիչ sense տակից եմ դնում։
Արկածները մեզ սպասում այակայեք։ Ո՞վ? Արեգակները։ Չէ։ Բա։ Արկածները։ Ո՞վ? Արկածները։ Արկածները։ Ճոք։ Բաթ դու չգիտես արկածների։ Նա խնդրում եմ մի աթոռը հելի կարող է ընկնի։ Ոյա։ Հեռախոսս։ Ոյա։ Մի հելի ուղակի աթոռը։ Էշի։ Չէ, այնպես։ Էշի։ Ահա։ Նստում։ Ո՞վ։ Դեչեք։ Գոտան վենա։ Ինչն է կոտրվել չի։ Էշի։ Ոչինչ։ Հիմա ես մի քիչ ամփույթ քսեցի, դուշը հեսա ակնջի չոփիկով ավելով կետիկները Կանու կհան։ արկածները կգնան։ Մեկ նայեմ, ուզես թարթիչ դնեմ մի քանի հատ։ Չի ուզում, բայց իրականում ունի կարիք։ Հիմա ընդգծենք հոնքերը։ Շատ նուրբ կընդգծեմ, նուրբ։ Ինքը չի սիրում էլի, որ հոնքերը ընդգծում են, դրա համար նախապես ասում եմ։ Բայց դա առանց հոնքեր ընդգծելու ոչ մի մեյքափ դեմքի վրա չի երևում։ Որովհետև ամեն ինչը տենց ինչ-որ լողոզվում է։ Հոնքը շատ կարևոր բան է դեմքի վրա։ Է՞։ Ճիշտ է։ Հələ նայեմ։ Նայեմ ընդեղ։ Ես չունեմ հոնքի ֆիքսատոր։ Կառնես ինձ համար հոնքի ֆիքսատոր մայրից։ Հատ կորամ դες։ Հիմա շուրթերը եւ վերջ։ Եվ ներսը։ Ստավլիկի 0.1-ով կոնտուր եմ արել, 0.5-ով ներսն եմ լցնում և ես կոնտուրը առաստուշով կայանում, որ սեն շատ գծային չլինի։ Ընկավ ձեզ, պայնեք։ Բռնենք։ Ես պայնակ չի։ Ապրես։ Մենք վերջնական պատրաստ ենք, վատ մեյքափը գինահատեք, աչուծեղն էի, որ տեսնի։ Ես մեկատ չեմ քսել։ Մեյքափ չի քսել։ Բա ինչ ես քսել դու։ Ինչ ես քսել։ Փայլ։ Փայլ եմ քսել։ Ուր է ցույց տուր հələ։ Դա ցուսիկներին է։